ավագ սերունդը կախվածության մեջ է գտնվում։ Իհարկե թորնիկների մեծ մասը լավ օգնում են, բայց իմաստն էլ չի օգնում, երեխաներն էլ չեն օգնում։ Ես դա ինչից գիտեմ, որ երբ որ նայում եմ անալիզիկան, երկրորդշնչառության, ես տեսնում եմ, որ 45% եւ ավելին 65+ մարդիկ են, իրական մարդիկ, օրգանիկ դիտողներ, այսպես ասած, եւ այնտեղ կան 13-17 տարեկաններ, իրենց հետաքրքիր չի բովանդակությունը վստահաբար, բայց իրենք դա այն account-ներն են, այն հաշիվներն են, որոնցով բացված են տատիկները։ Եվ ես միշտ այդ թիվը գումար, այո, որովհետեւ այդ վերլուծությունը ինձ էլ միշտ զարմացել 13 տարեկան ինչ պիտի նայի այս հաղորդման մեջ, բայց հասկացել եմ, որ նույնը չեմ ասում 40-55 հատվածը, որովհետեւ նրանք կանխարգելում են դեմենցիան, գիտեն, որ իմ թիրախային խումբն է, բայց այ փոքրերը այս մասով, այսինքն կարելի է մշակել մի դաշտ, դա էլ արդեն իմ էմպիրիկ փորձով կարող ենք մշակել մի կուրս, ինչ որ մի բան, որ կարողանանք մարդկանց այց սկսած գալ մինչև ԱԲ գիտելիքներից միանգամից տենց ԱԲ-ից չսկսենք, գուցե կան, այսինքն ԱԲ-ն էլ ունի բազային, գոնե պատկերացում իմանան, գոնե ուզենան, բայց ասեն Google-ի գործիքներից օգտվելու անում են, դաշտում կան կազմակերպիչներ, բայց ամեն դեպքում այն եղանակով, որ դուք կանեք, կարող ենք այդպիսի արտագնա, այսինքն մասնագետի այցերել կազմակերպել, որովհետև դա իսկապես օգտակար է։ Իսկ ինչ դժվարությունների եք բախվում շփման իմաստով, որովհետև ամեն դեպքում տարբեր սերունդներ են, 10-20 տարվա։ Դե ես ճիշտ ասած չեմ բախվել առանձնապես։ Իրականում ամենամեծ խնդիրը դա է, որ մեկ էլ ինչ որ տեխնիկական հարց է ծագում ու պարզվում է, որ տարբերությունները ահա որ մեծ են։ Մեկի մոտ թորան account-ն է, մեկը շատ լավ իր account-ով է օգտվում ու սենց պահերը միշտ կամայական դասընթացի ժամանակ կապ չունի տարիքը, սեռը եւ այլն, միշտ լարվածություն են առաջացնում, որտեղ կա պարզվում է ինչ որ մեկը առաջ հանգած ունի արդյունանում է, որ ժամանակակորում, իսկ դու զբաղված ես ինչ որ նոր Gmail գրանցելով, հա։ Երևի այդ դեպքում պիտի խմբերն էլ ոնց որ գիտելիքների աստիճանով են բաժանում։ Մենք ուզում էինք պահանջներ դնել, որ օրինակ իրանք կան գրանցված արդեն օրինակ քաշած, ներբեռնած եւ այլն ծրագրերով եւ այլն, բայց հետո հասկացանք, որ կարող է էլի թորը քաշի, այսինքն զուտ թղթի վրա ամեն ինչ քաշած ներբեռնած լինի, բայց փաստացի բարձվի, հա։ Դրա համար որոշեցինք, որ ավելի լավ է տեղում փորձենք անել ու տենց իմ գոլեգաները օգնում էին ընթացքում, մենակ ես չէի։ Ուսանողները պիտի մտնեն դաշտ, պիտի մտնեն սենյակ, վերցնեն հեռախոսները, օգնեն, սովորեցնեն, այդ շարունակական աշխատանք լինի։ Իսկ ընդհանրապես հեռախոսից օգտվելու հիշողության հետ կապված այն բաները, որոնցում իրենք դժվարանում են, այդպիսի անհրաժեշտություն առաջ գալիս է, տեսնում եք, որ ուղղակի չեն տիրապետում հեռախոսին ընդհանրապես, բացի Google-ի հաշիվը։ Դե այդ ես ձեզ ասեմ, այդ բոլորի մոտ կա, իհարկե ավագ սերունդի մոտ այդ խնդրեմ ավելի շատ, բացասականներից կասեմ, որ տղամարդիկ չկային, բայց այս տենդենսը ես գիրեք ամբողջուրի ինչ տրեյնինգներ դասընթացներ եմ անում, ինչ տարիքային խումբ ուզում ես լինի, դեռ չկան։ Դա մի ուրիշ հնարկելու, այդ ուրիշ թեմա է, բայց կանայք ավելի հետաքրքրված են այսօր, կամ էլ ես չեմ հանդիպում, չգիտեմ։ Չէ, մեր ակումբներում էլ տղամարդիկ ցավոք հատուկ են դեն։ Հա։ Ինչ եք սովորեցնելու, դա թվային մարքեթինգի կուրս է։ Չէ, բացարձակ։ Սա դեռ որ մենք մի օրվա ենք անում, տենց հələ կմտածենք ավելի խորացված անել թե չէ։ Սա մի օր տենց 4 ժամով իրեն գալիս են, մենք սովորեցնում ենք, դե բնականաբար առաջինը զուտ բացատրենք ԱԲ-ն ինչ է, ոնց է աշխատում, ոնց չի աշխատում, որտեղ պետք է ազգուշանալ, որտեղ կարող է սխալվի եւ այլն, բայց հետո պատմում ենք այն ոնց իրան օգտագործել ամեն օր, հա, այսինքն օրինակ Քանի որ այդտեղ մենակ կանայք էին, այդ հեշտացնում էր սեռական բաժանվածությունը չկար, միանգամից խոհանոցային հարցերն են, այսինքն դու կարաս սառնանդ բացես ու օրինակ արագ որոշում կայացնել, թե ինչը կարելի է ոնց օգտագործել, երբ արագ օրինակ սնունդ պատրաստելու համար։ Այսինքն արհեստական բանականությունը օգնական խոհանոցում։ Խոհանոցում որոշումներ կայացնելու սննդակարգի հետ կապված, հետո բնականաբար բժշկական խնդիրներ են այստեղ իհարկե միշտ վերջում բոլորին նշում ես, որ ինքը մեկը բժիշկ չի, խորհուրդներ կարող ես լսել, բայց մեկը հետո մասնագետի հետ արժի խոսել, բայց դու զինված ես։
առնվազն կարա անալիզները շատ մանրամասն զննի ու վերլուծի եւ այլն դա ընդհանուր առմամբ օրինակ այստեղ էլի այդ բանը կոտրելը որ սովորելը կապ չունի տարիքը եւ արհեստական բանականությունը շատ հարմար է երբ որ դու ուզում ես նոր բան սովորել այսինքն դու իրան կարող ես ճիշտ ձևով հրահանգելով ամեն օր քայլերով ինչ որ բան սովորել սկսած եթե որոշի մեկ էլ ինչ որ մեկը ծրագրավորող դառնալ, չգիտեմ, կորոշի թե չէ, կամ ֆրանսերեն սովորել։ Լեզվի մասնագետես հիմա ճիշտ տալ պրոմպտը հայերեն չգիտեմ եւ այո, կամ օրինակ մեծ փաստաթղթերի հետ աշխատել մարդիկ կան, որ բնականաբար մինչև հիմա շարունակում են պրոֆեսիոնալ գործունեությունը, հաշվապահ կար, օրենսդրությունը հարկային ոնց այդ ամեն ինչը օգտագործելով AB-ն շատ հեշտ արագ օգտվել ընդհանուր առմամբ արհեստական բանականությունը մեծ հաշվով հիմնականում դա ժամանակ խնայելն է պլյուս այն անհետաքրքիր այտենց ծանրացնող գործերը իր պատվիրակելը, հանձնարարելը ուսերին բարթելը ժամանակ բացելը ավելի այսպես ասած հետաքրքիր կամ Եսիմ արվեստի հետ կապ ունեցող այնպես ավելի ճկուն ստեղծագործ աշխատանքի համար։ Այդպես իրականում բնականաբար ես որ առնվազն 10-ներ փորձում եմ այնց անել, որ այդ մարդկանց կոնկրետ խնդիրներ լուծել, ոչ թե բերել սլայդերը դնել կարդալ ու գնալ անկախ նրանից թե մարդկանց ինչա պետք իրական կյանքում։ Դրա համար մի քիչ խմբից խումբ կարող է շատ տարբեր կախված իրենց խնդիրներից։ Իսկ ինչ հարցեր էին բարձրացնում։ Գիտեին ընդհանուր առմամբ պատկերացում ունեին արհեստական բանականության գործիքների մասին, կամ անուններ, կամ հեռախոսում արդեն ունեին, արդյոք պատրաստ էին որոշ չափով։ Շատ խառներ։ Մեծ մարդ չկար, որ շատ ակտիվ օգտագործում է, մեծ հաշվով այդ ձևի մարդը չէր դիմի։ Կային մարդիկ քիչ, որոնք տենց համարյա 0-ից էին օգտագործում։ Անունը բնականաբար բոլորը լսել են, առնվազն ChatGPT-ին բոլորը լսել են, ինքը տենց Արիստոնի նման բան ա դարել, էլի բոլոր ԱԲ-ներին, կամ Պամպերսի, բոլոր ԱԲ-ներին նույն անունով են անվանում։ Էդ էլ մենք օրինակ ես ցույց եմ տալիս, թե որը մյուսից ինչով տարբերվում է, որովհետև իրականում իրանք տենց բոլորը նույնատիպ չեն։ Վերջը հարցածակում վճարել թե չվճարել, ոնց հնարավորինս անվճար տարբերակներից օգտվել եւ այլն, այնց որ մեծ հաշվով իրականում ես փորձում եի այնց օրինակներ բերել, որը իրանց պատկովել չի անցնում, էլի։ Որ նորություն լինի։ Իսկ հեշտ համալրվեց խումբը։ Դե իրականում մենք տենց շատ ջանքեր չենք գործարել, մեզ պետք էր տենց շատ մեծ խումբ չլինի, որովհետև առաջինն է։ Արդյունավետ աշխատեք, դուք սովորեք, այո։ Եթե շատ մատ լինի, չես էլ հասկանա ինչտեղ հասավ։ Կարիքները հասկանա, բայց մեծ հաշվով հա, արագ հավաքեցինք մեր տենց 20 հոգուն։ Որքան ժամանակ է տևելու, ասացիք, որ ամեն հանդիպում շաբաթական 1 անգամ է 4 ժամ է տևում եւ ընդհանուր կուրսը որպես այդպես։ Չէ, մենք դեռ կուրս չենք անում։ Իրական մի հանդիպում է։ Մենք ուզում ենք մի քանի հատ մի հանդիպում անել ու տեսնել օրինակ այդ մարդկանց մոտ առաջանում է ցանկություն ունենալ ավելի երկարաժամկետ կուրս, որովհետեւ արհեստական ինչ որ բան չենք ուզում հորինել, էլի ծրագիր ըստ իրենց կարիքի։ Համար մենք մի քիչ բան ենք էլի, մենք էլ ենք սովորում։ Օգտվելով առիթից ես առաջարկեմ, որ մինչև արհեստական բանականության անցնելը իրականում 60-65+ տարեկան մարդիկ մեդիագրագիտության մասով խնդիրներ ունեն, իրենք բոլորս ունենք, եկեք այո, քաջությունն խոստովանենք, բոլորս ունենք, հետո հեռախոսներից ընդհանրապես օգտվելու, գրագետ օգտվելու, ինչին են միացած, ինչին միացած չեն, հեռախոսի հիշողությունը, այս տիպի բաներն են, որ շատ կարևոր են ու օգտվելով առիթից ես եթե Արդի ակադեմիան կունենա այդ հնարավորությունը, առողջ երկարակեցության ակումբները, որ Երևանում 11-ն են, պետական ծրագրի շրջանակում մենք կարող ենք պարբերական ամսվա մեջ մի անգամ այցեր կազմակերպել, թեկուզ ձեր ուսանողները կարող են գալ
վերցնել հեռախոսները որքանով որ դա տատիկի ներկայությամբ է, ինչ եմ ասում տատիկ, որտեղ մեզ մոտ էլ պապիկները քիչ են, եւ հեռախոսը կարգի բերել, մի աշխատանք, որ ավագ սերունդը հաճախ թորներին է խնդրում, իսկ թորները չեն անում։ Այսինքն թորներից կախվածությունը շատ մեծ է։ Ու այս անգամ էլ օրինակ ինչ որ բան պետք անեինք, տղայիս account-ն է, թորնիկիս, այսինքն միշտ այդ խնդիրը բարձր է, գաղտնաբառը չգիտի։ Այստեղ այդ բանը գլոբալ կարծում եմ այդ բանը կա,